Այո, մենք ես էլ էստեղի աշխատակից եմ եւ բոլորի անունից ես պահանջում եմ, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքները։ Մենք մնացել ենք անգործ, վարձ ենք տալիս, վարկ ենք տալիս եւ այլն։ Հիվանդ երեխա ունենք, ինչու պետքա զրկվենք աշխատանքից։ Իրավական գործընթացը ինչի պետքա ազդի փակվելու վրա, ես չեմ կարողանում հասկանամ։ Արեք ձեր գործընթացը, բայց ոչ մեր հաշվին, մեր ներվերի հաշվին, մեր ամեն ինչ անգործության եք մատնել մեզ։ Ինչի։ Պարոն Փաշինյան, ձեզ դուր ա գալի ժողովրդի այս վիճակը։ Դուք հաճույք եք ստանում այս վիճակից։ Ես չեմ հասկանում, ես ինչա կատարվում մեր երկրում։ Ես չեմ կարողանում հասկանամ։ Դուք վնաս եք տալիս ձեր ժողովրդին, դուք մեր երկրի ղեկավարն եք ու մեզ վնաս եք տալիս։ Ես չեմ կարողանում հասկանամ։ Մենք բոլորս էլ կաջակցենք պարոն Ծառուկյանին։ Նայա մեզ աշխատանք տվել, նայա մեզ հացի տեր դարձրել։ Էս ինչա կատարվում մեր երկրում։ Բոլորս էլ հայ ենք, չէ՞ վերջապես։ Ինչի եք ուզում վնաս տաք ձեր ժողովրդին, պարոն Փաշինյան։ Էս ինչ եք անում դուք, հենց դուք եք անում։ Էս ինչա կատարվում, ես չեմ հասկանում։ Ուր գնանք մեր երկրից, ուր գնանք, մենք ուզում ենք ապրենք մեր Հայաստանում։ Էս ինչ եք դարձրել մեր Հայաստանը։ Ինչի եք մեր այս անգործության համար ով է պատասխան տալու, ով։ Ես չեմ հասկանում ոչ մի բան այս երկրից, էս ինչ դարձրեց այս երկիրը։ Իհարկե ոչ, ես 10 տարի ստեղ աշխատում եմ ու պարոն Ծառուկյան ամեն հարցում մեր մեջքին կանգնած ա եղել, մենք մեզ պաշտպանված ենք զգացել։ Ինչ այսօր ոնց որ անտեր լինենք, ինչի համար։ Հասարակ ժողովուրդին ինչի համար պետք է այսօր ընկնի։ Չէ որ մենք հայ ենք ու ապրում ենք Հայաստանում։ Ուր գնանք, գնանք Չինաստան։ Ուր գնանք։ Մենք էլ եկել ենք ստեղ։ Ասեք ասում են 8 տարի է արդեն իշխանությունը աշխատատեղեր չի բացում, եղած են այո, մեր աշխատատեղը մեզ աջակցել է ամեն հարցում մեր մեջքին կանգնած եղել պարոն Ծառուկյանը։ Պարոն Ծառուկյանը, որ մենք վարկ ենք տվել, պարտք ենք տվել, երեխա ենք պահել միայն պարոն Ծառուկյանի շնորհիվ։ Էս ի՞նչ է մեր երկրում կատարվում։ Ու պարոն Փաշինյանը չի տեսնում էս իր ժողովրդի վիճակը, թե էլի կասի, որ այդ դրվագը չեմ տեսել։ Հենց առաջին ինքն է տեսնում։